Ամանորյա տոների կապակցությամբ Կերամա Մարացին նվիրում է մեծ խնայողություն։ Դեկտեմբերի 10-ից հունվարի 15-ը հայտարարում է 25% զեղչ կերամիկական սալիկների և դեկորատիվ էլեմենտների ամբողջ տեսականու համար։ Այո, աշխարհահռչակ Մարացի ողջ տեսականին 25% մատչելի։ Սա է մեր նվերը ձեզ ամանորյա տոների կապակցությամբ։ Կերամա Մարացի, շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ։ Ընդմիջում է, ինչ եք ուտելու։ Ես խորոված եմ ուզում։ Ես այնքան սոված եմ, որ մի ամբողջ հավի գրիլ կուտեի։ Ես գրիլ իշխան կուտեի։ Հավիդոշ գրիլի մեջ։ Ես խորովածով բրդուճ։ Գրիլ Էքսպրեսը հնարավորություն է ընձեռում նաև պատվիրել գրիլներ արտերկրից Հայաստան։ Դուք աշխատեք, իսկ մենք կառաքենք համեղ ընդմիջում ձեզ համար։ Ջահրին վարիր, ինչպես աղբյուր վարարիր, դու սիրտնի գորբոքրով արիր, և թող մուտն այս անդարձ մարի, շուտ միայն սիրո թևով Բայց եթե ես մի օր ազատության մեջ լինեմ խորեն, Ռուբենն ու իր ընտանիքը ինձ պատասխանա տալու։ Երդվում եմ խորեն։ Երդվում եմ, որ Ռուբենը դեռ ընկնելու է ոտքերս ու ներողություն կտրի ինձնից։ Ու թեկուզ մենակ դրա համար ես պետք է ազատության մեջ լինեմ։ Հասկանում եմ, Անուշ։ Հիմա քո մեջ վրեժն է խոսում։ Ենքին ով շատ դժվարությունների միջով անցել, արժանի է երջանիկ լինելու։ Դու հիմա կյանքդ ուզում ես վրեժին տալ, բայց ես ուզում եմ քեզ երջանիկ տեսնել ու ինքս տալ քեզ այդ երջանկություն։ Շնորհակալ եմ խորեն, բայց ես չեմ կարծում, որ երբևէ երջանիկ կլինեմ նորից։ Հուսով եմ, որ այդ օրը կգա ու ես կապացուցեմ, որ դու սխալ ես։ Ինչ ա եղել, Ռուբեն, դե մոտ արի, ես քո կինն եմ, ինչ ես հեռու կանգնել, Ռուբեն։ Բայց դու բերդում ես, ոնց ես եկել հասել ստեղ, հա? Գնա, հեռու գնա ինձանից, գնա չեմ ուզում պես տեսում։ Ռուբեն, դու ինչ-որ բան խառնում ես, քեզ խաբել են։ Ռուբեն, փայլակը չի մահացել, փայլակը ողջ է։ Ռուբեն։ Փայլակ։ Ինչ ես անում ստեղապեր։ Նրան հարց։ Ում հարցնեմ, բայց ստեղ Ուղղակի հոգնած ես։ Ուղղակի հոգնած ես։ Ես հոգ կտանեմ քեզ։ Ես կերջանկացնեմ քեզ։ Բայց ես վստահ եմ, որ դու Ռուբեն, տղես։ Շատ շքեղ հարսանիք էր տղես։ Ձեզ երջանկություն եմ աղթում։ Այդ գեղացին չի կարա քեզ երջանկացնի, Ռուբեն։ Ժաննա։ Ձենդ վրես ազդում է։ Էլ ձենդ չլսեմ, Ժաննա, գնա ստեղից։ Ռուբեն, այս գիշերը մեր ամենասիրուն գիշերն է լինելու։
Երդվում եմ, երբեք դու ես գիշերը չես մոռանա։ Ես կերջանկանցնեմ քեզ, որովհետև ես սիրում եմ քեզ, սիրում եմ։ Հայա, գիտես մաման ու պապան ուր են գնացել, տանը չեն։ Ինչ իմանամ Արփի ջան։ Երևի ինչ-որ տեղ են գնացել, ժամանակ են անցկացնում։ Ժամին։ Մաման ու ժամերին չի սիրում տանից դուրս գալ։ Զարմանալի է։ Լավ, Ռայա, այդտեղ մի հատ դիսկ կա։ Այն օրը ես ու Լուսինեն ենք գտել պապայի աշխատասենյակից։ Դիր երևի ինչ-որ լավ ֆիլմ է, միասին գնայինք։ Ոյ, Արփի ջան, ֆիլմ նայելու ժամանակ ունի, էս ես ասում։ Լավ, հետաքրքրեց, արի նայենք, տեսնենք ինչ է։ Լավ, դու դիր, ես էլ գնամ լվացվել կա։ Գնա։ Ոյ, առաջ ինչքան է կինո թատրոն գնում։ Նա այս ինչա չէ դարձել։ Ֆիլմ ես ուզում։ Դիր նայի։ Ուր է այս է, հա։ Այս ինչ է։ Այս Հասմիկն է։ Որտեղ է երկու։ Կույս չի Հասմիկը ստեղ։ Այս նոր բան է։ Շատ նոր բան է։ Պապկեն, խնդրում եմ քեզ։ Հասմիկ, սրանից դու այս է ցավ։ Ես իմ կյանքով, դու քո կյանքով։ Իսկ Արփին սրան չպետք է խառնվի, պարզա։ Պապկեն, խնդրում եմ, լսի ինձ։ Արփին չգիտի, թե դու ով ես իրականում։ Ես չեմ ուզում ինքն էլ հիասթափվի քեզանից, ոնց որ ես եմ հիասթափվել։ Պապկեն, ես այդ կրկին կանեի քեզ չկորցնելու համար, դու հասկանում ես, որ ինձ փակուղու մեջ էիր դրել այդ փողոցայինի հետ հանդիպելով։ Փողոցայինը դու ես։ Հասկացի, անբարոյական մենակ վարքով չեն լինում։ Այլ նաև այսինքն վարվելով ոնց որ դու։ Ես չեմ ուզում, որ երեխես տանջվի իմանալով սրա մասին։ Ես կյանքում մենակ Արփիս ունեմ։ Պապկեն, մենք մի ընտանիք ենք։ Ես էլ չեմ ուզում, որ Արփին տանջվի։ Ես Արփին սիրում եմ, Պապկեն, ես քեզ էլ եմ սիրում։ Մոռացի մեր սերը։ Ես այս տանը մենակ իմ աղջկաս ունեմ ու վերջ։ Քանի որ հորինելուց լավ ես մի բան հորինի, թե ոնց ես կուրությունդ վերականգնել։ Ես քեզ խոստանում եմ, որ իրավիճակը կշտկեմ, Պապկեն։ Ես ամեն ինչ կանեմ, որ մենք առաջվա պես երջանիկ լինենք։ Խոստանում եմ քեզ, Պապկեն, ես կապացուցեմ, որ այն կինն է, որ արժանի է քո կողքին լինելու։ Վերջ, Հասմիկ, վերջ, էլ ընտանիք չկա, չես էլ կարա ունենաս, ես վերջի շանսը տեր։ Իմ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Չէ, Պապկեն, խնդրում եմ քեզ։ Խնդրում եմ քեզ, Պապկեն, ինձ մի հնարավորություն էլ տուր։ Ոչ, սա արդեն վերջն էր, էլ ոչ մի հնարավորություն չի լինելու։ Պատասխան կտաս, դեռ կվճարես քո արածների համար, նանա։ Ռայա, ինչի չես միացրել կինոն։ Այս քո նայելու բանը չի, Արփի ջան։ Չէ, ասում եմ չես կարող նայել։ Ինչի Ռայա, այդ ինչա որ իմ նայելու բանը չի։ Ասում եմ չես կարող նայել։ Հա, երևի 18-ից բարձր մարդկանց համար է, չէ՞ նախատեսված։ Չէ, սարսափ ֆիլմ է, չեմ ուզում նայես։ Ավելի լավ է քնի հանգստացի։ Սարսափ ֆիլմ։ Չեմ հավատում, որ պապան սարսափ ֆիլմեր է նայում։
Լավ, Հերիկա վաղը շուտ ես արտանալու պարկի քնի։ Ես ձերոնց եմ սպասում, որ հետո գնամ, բայց երևի գնում եմ։ Ամուշս։ Գիտես քեզ ոնց էի կարոտել։ Ես էլ Ռուբեն, ես էլ։ Ես քո կարիքն եմ։ Սիրում եմ քեզ։ Ինձ խելքը հանես անը։ Աստված իմ։ Ես անհավատալի է։ Ես ինչեր է կատարվում ես տանը։ Չէ, հիմա տեսածից չեմ հավատում։ Ինչ ա եղել, Ռայա։ Քեզ էի սպասում, որ միասին դուրս գանք։ Չէ, ոչ մի բան, հա ուշ արդեն գնամ։ Ռայա, լավ չես։ Ինչ ես է անդադ հարցնում, ամեն ինչ նորմալ է, գնացին։ Ռայա, երեսիդ գույն չկա, կարողա տաքություն ունես։ Իսկ կարողա սիրահարվել ես։ Վայ Լուսինե, կատակելու ժամանակ գտար։ Դու ավելի լավ ա քո ու Տիգրանի ամուսնության մասին մտածի։ Լուսինե ջան, ամուսնացեք ու այս տնից գնացեք։ Ինչ ես խոսում, Ռայա։ Ես ու Տիգրանը, որ ամուսնանանք էլ, միշտ սրա նրա տանն ենք աշխատելու։ Այ ուրիշ բան, որ հայրոյիս հետ ամուսնանայի, ինձ թագուհու նման կպահեր։ Սառա, ես վերջերս շատ անդրամադիր ես։ Էլ ներվերս ես տան մեջ չի երիքում ավետ։ Էլ չեմ դիմանում։ Տանը հոգս, էստեղ հոգս, էլ չգիտեմ ինչ անեմ։ Դե լավ, դե դու էլ մի քիչ թեթև նայ ամեն ինչին։ Դից բանի տեղ մի դիր։ Չեմ կարող։ Ոնց թեթև նայեմ ավետ ջան։ Ամեն ինչ խառնվել է իրար։ Լիլիի տարօրինակ պահվածքը, Տիկին Էմայի անսպասելի հիվանդությունը, Անուշի ձերբակալությունը, այս ամեն ինչը հերիք չէր։ Հիմա էլ Լիլին ու Ռուբենն անկողնում սիրով են զբաղվում։ Ինչ։ Ռուբենը Լիլիի հետ։ Հա, սեփական աչքով եմ տեսել։ Սառա, վստահ ես։ Այս տան մեջ թուղթուգիր է արված։ Ռուբենը Անուշին խելագարի նման սիրում էր։ Հիմա էլ ոչ մեկ, ոչ երկու, են էլ Լիլիի հետ։ Ես քեզ ասում եմ, դա ասում ես թեթև տար։ Ախր ավետ, Տիկին Էման միշտ ինձ շատ լավ ա վերաբերվել։ Ես հիմա այս պահին չեմ կարող էլ մենակ թողնել։ Լավ, հոգնած եմ դուրս գամ։ Լավ, արի ես քեզ մեքենայով կտամ։ Չէ, պետք չի, նեղություն մի քաշի։ Ես ժամին թողնեմ, որ մենակով գնաս։ Արի գնացի։ Հիմա հանգիստ քնի Ռուբեն ջան։ Մեր երեխան արդեն ճանապարհին է։ Դու վերջնականապես իմն ես։ Չեմ հասկանում, ինչ վիճակ։ Ես հիվանդ եմ։ Անուշ ջան, դու հիվանդ չես։ Դու հղի ես։ Շնորհավորում եմ փոքրիկ եք ունենալու։ Ինչ։ Ես հղի եմ։ Դուք վստահ եք։ Ավելի քան, հետազոտության արդյունքները ինձ մոտ են։ Հնարավորության դեպքում շուտ բժշկի մոտ գնա։ Ես հղի եմ։ Ես երեխա եմ ունենալու։ Ռուբենը երեխային։ Դե հիմա ինձ ասա ինչ ես սենց մի տեսակ ուրիշ, ավելի երջանիկ։ Աչքերը ուրիշ ձև են փայլում Անուշ։
Չհասկացա, այս կար ժամանակահատվածում դու արդեն ինձանից բան ունես թաքցնելու, գաղտնիք ունես։ Շուտ մի հատ ասա ինչա։ Ինչի համար ես են ժպտում, ինչ ես ինչ երջանիկ։ Դե գիտեմ, ես քո կողքին եմ այդ դրանից բացի, այդ հայացքից ծանոթ եմ, հիմա ասա ինչ ես են ժպտում։ Հետո կիմանաս։ Հետո երբ։ Ռոբ համբերեմ մի քիչ, երեկոյան ամեն ինչ կիմանաս։ Երեկոյան։ Ամեն ինչ։ Կիմանամ։ Հաստատ։ Մնում եմ ինչով երեկո համբերեմ։ Մարդ, սիրելի մարդդ, Ռուբեն Սանտրոսյանը, ասել է, որ քեզ լավ նվեր մատուցենք։ Ռուբենը։ Ապրես, լավ էլ հիշում ես մարդուց։ Մինչև երբ եմ տանջվելու Աստվածին, մինչև երբ, դու գիտես, որ ես ոչ մեկի չեմ վնասել, ինչի ես թողնում, որ ինձ վնասեն, ինձնից խլեցին իմ աղջկանը, հիմա էլ չցանված երեխուս, աղաչում, աղատում եմ, դուր ինձ հավատվար շարունակեմ ապրել, դուր ինձ արփի, դուրս հանե ինձ տեղից, խնդրում եմ։ Ես պետքա դուրս գամ, որ վրեժ լուծամ Ռուբենից։ Ես պետքա դուրս գամ ստեղից։ Ինչ ես անում ստեղ։ Բարի լույս Ռուբեն։ Ասում եմ ինչ գործ ունես ստեղ ու ես վիճակում։ Երեկվա բուռն զգացողություններից հետո հիմա ինձ ասում ես ինչ գործ ունեմ ստեղ։ Ինչ կա, Արթուր։ Ձեռ առնելու տեղ ավելի լավ է հանի ստեղից։ Յանիխի բերի գցիկ ստեղ որ։ Լավ կանես սսկվես, քեզ ձևի համար ես տեղ գցե։ Կյանքդ եմ փրկում։ Կյանքս եմ փրկում։ Էդ ում է իմ կյանքը պետք։ Սոնանա քեզ սպասում, վայնենա ձեռը ընկար, բայց պետին պրոբլեմներ պետք չի, նենց որ սսկվի։ Եթե լկտենանք ով ում։ Հիմար ու անուղեղ Սոնա։ Ուշադրություն։ Երեք երեկոյան Վարդուշն ու իր համախոհները ծեծել են Անուշին։ Հիմա գտնվում են պատժի բանդախցում եւ վճարում են իրենց արածների համար։ Հույսով եմ, որ հաջորդ անգամ իրար հետ չեք կռվի, այլապես կպատժվեք ավելի խիստ ձևով։ Հասկացաք։ Դիտմամբ են անում այս հայտարարությունը, որ վախենանք ու դրանց դուրս գալուց ոչ մի բան չձեռնարկենք։ Ես ոչ մեկից էլ չեմ վախենում։ Դրանք իրանց արածների համար պատասխան են տալու։ Անուշը իր երեխուն է կորցրել, ու մենք սենց չենք թողնի, չէ՞ աղջիկներ։ Հետևում ենք Վարդուշին։ Դրա ամեն քայլը ես պիտի իմանամ այդ ինչ շնչում։ Հա, բայց զգուշ է պետք լինել։ Չլսեցիր ինչ ասեց։ Իսկ իր ասածներն ինձ ամենաքիչն է հետաքրքրում։ Ես սենց չեմ թողնի այս ամեն ինչը։ Ինձ իմ կյանքը չի հետաքրքրում։ Կարևոր ես Անուշի վրեժը կլուծեմ։ Լսի ռաս, եթե ամեն ինչի մտածածով գնա, այդ քեզ պետք չի գալու։
Հա, բայց այս անգամվա պլանը շատ ռիսկային է։ Ավելի լավ է իմ ասածով անենք։ Հանգիստ, Ռաս, հանգիստ։ Ես այսքան ժամանակ սխալվել եմ։ Ու ես քո օրինակով սովորել եմ չսխալվել։ Այլապես։ Ուրեմն ինչ, այս անգամ էլ ամեն ինչ շատ լավ կլինի, չէ՞։ Բայց հեշտ չի լինելու։ Գիտեմ, Ռաս, գիտեմ։ Այսօր ամեն ինչ ես կյանքում հեշտ չի լինում։ Բայց Սոնայի համար ես պատրաստ եմ անցնեմ այդ դժվարությունների վերով։ Բայց անցած անգամվա դեպքից քիչ ժամանակ անցել։ Հիմա նորից տենց բան անելը։ Հակառակը, Ռաս, հակառակը։ Հիմա ոչ մեկ չի մտածի, որ երկրորդ անգամ կարելի է տենց բան անել։ Նենց որ հանգիստ քո գործն ես անում, եղավ։ Ուրեմն առաջ, հետ դառնալու ձև չունենք։ Այապես։ Չէ։ Ու ինչ ուզում ալնի, Սոնանին կողքը պետք է լինի։ Բայց Ռաս, մինչև Սոնային անցնելը, ես պետք է որ ճշտես, թե ով է Անուշի փաստաբանը։ Փաստաբանից բանը պետք ճշտել, թե… Չէ, Ռաս, չէ։ Պետք է ճշտել, թե ով է, ինչ է անում, ինչով է զբաղվում, ինչ է շնչում, անցյալը, ներկան, առանց արյունի, պարզ է, Ռաս։ Ոնց ասես, շեֆ ջան։ Նրանց հետ էլ շատ են կարում թափել, Ռաս։ Ստված տոնների մեր մեղքերը։ Սոն, հաջան, լավ նորություններ ունեմ։ Ինչ նորություն։ Վարդուշին ու իր մարդկանց հերթով պատժախացեր են գցում։ Ու ես հաստատ որոշել եմ, հենց դրանք այդտեղից դուրս գան, պատասխան են տալու։ Վարդուշը դեռ պատասխան կտա։ Պատասխան կտա երեխու սպանելու համար։ Դու հանգիստ, մենք դրանով կզբաղվենք։ Բայց հիմա չէ, Սոն։ Ես պետք է այստեղից դուրս գամ ու անձամբ այդ ամեն ինչը տեսնեմ։ Իմ աչքով։ Չէ, քեզ հիմա կռիվներ պետք չեն։ Կարող է ներում են շնորհում, կամ մի ելք գտնվում է քեզ այստեղից դուրս գալու համար։ Ինչի իզուր ձեռքերդ կեղտոտես։ Դու այդ ամեն ինչը թողում մեր վրա, մենք ամեն ինչ կանենք։ Հիմա ինձ առաջնահերթ պետք է իմանալ, թե ինչքան են վճարել դրան։ Ոնց են հրամայել, որ սպան երախուս։ Ու այդ բոլոր մանրամասներն իմանալուց հետո նորից դրանք կսատկացնեմ։ Ու եթե նույնիսկ մինչև կյանքից վերջ ես բերդում անցկացնեմ, մեկ այդ չեմ փոշմանի, որ սպանեմ դրան։ Չեմ փոշմանի։ Սենց բան չէր կարա լիներ, չէ, չէ ու վերջ։ Դե հիմա այս գիշեր եղավ։ Արդեն սկսում եմ ներվայնանալ, գիտես նրանից, որ չեմ հիշում։ Ոնց կարար սենց բան լիներ։ Իսկ ընդհանրապես ոնց է լինում, Ռուբեն։ Դու ուզեցիր, ես էլ չդիմադրեցի ու եղավ։ Էլ մի սկսի, հա Լիլի։ Երեկվանից մենակ հիշում եմ, որ անընդհատ Անուշն էր աչքիս առաջ։ Շատ սխալ ես անում, որ ինձ համեմատում ես այդ հանցագործի հետ։ Լավ կներես, ես այդ չէի ուզում ասի։ Ուղղակի մի բանն է հաստատ, որ չեմ հիշում, որ ես քո հետ եմ եղել։ Ես հիմա կուզենայի ուրիշ խոստովանություն լսեի, բայց ինչքան հասկանում եմ, անցած գիշերվա գլխավոր հերոսուհին Անուշն է, հա եղել։ Կարա չշարունակես էլ Լիլի։ Ես ոչ մի բան չեմ հիշում։ Ու քո շարունակելը իմ մոտ ոչ մի բան չի փոխել, ու մեկը հիշողությունը չի վերականգնվի։ Բայց ես գիշերը եկա քո սենյակ, որովհետև դրանից առաջ ասում էիր, որ վատ ես զգում, գլուխը ցավում է։ Դե եկա ու ամեն ինչ սկսվեց։ Լավ չի էլի, որ սկսվեց Լիլի։ Չպետք է սկսվեր։ Որովհետև դու իմ աղբոր կին ես, որովհետև ես քո հանդեպ մենակ հարգանք եմ զգում։ Վերջել ես ոչինչ չեմ ուզում լսել։ Անցած գիշեր մենք միասին էինք ու դա բավական է։
Ու այն ինչ որ եղել է հնարավոր չի փոխել։ Այո, փոխել հնարավոր չի, բայց մոռանալ ու առաջանցնել հնարավոր է։ Ինչը որ մենք պարտավոր ենք անել։ Վերջ, ոչ մի բան չի եղել։ Այսինքն ինչ ես ուզում ասես։ Ուզում եմ ասել, որ այս գիշերը մեր կյանքում ոչ մի բան չի փոխել։ Ռուբեն, բայց Ինչ բայց։ Էլ բայց չկա։ Չի եղել ոչ մի բան, մոռացանք։ Ու ես չեմ ուզում այս ամեն ինչի մասին լսել։ Ոնց է իմ շատ սիրելի տատիկը։ Տիկին էմա, Արփին ձեզ համար խմորեղեն ա բերել։ Մեր տան աշխատողը Ռայանն ա թխել։ Ձեզ հիմա շատ քաղցր ա, պետք որ շուտ ապակենվեք։ Ես տանեմ կտրատեմ բերեմ։ Նման հոգատարությունից դուք հաստատ շուտ կլավանաք, տիկին էմա։ Տիկին էմա, ձեզ լավ չեք զգում։ Ով կա ստեղ։ Ես եմ Հասմիկ ջան, չճանաչեցի։ Ոնց պիտի ճանաչեի, Ռոյա, մոռացել ես, որ չեմ տեսնում։ Ընդհանրապես, այս տանը կարծես բոլորը մոռացել են, որ ես կույր եմ։ Բան չկա Հասմիկ ջան, հեսա կսկսես տեսնել։ Երանի Ռոյա։ Արփին արդեն գնացել է։ Հա, այսօր շուտ գնաց։ Խմորեղեն էի թխել տարավ Ռուբենի մորը։ Շատ լավ, ապրի ինքը։ Բա ես հիվանդ չեմ, նույնիսկ չի գալիս առավոտյան ինձ բարի լույս ասելու։ Հասմիկ ջան, մի խնդրանք ունեմ։ Թույլ կտաս քո համակարգչից օգտվել, մի դիսկ կա, ուզում եմ տեսնեմ ինչա։ Չեմ հասկանում, Ռոյա, տանը ուրիշ համակարգիչ չկա։ Աշխատասենյակի համակարգիչից օգտվիր։ Գիտես, այդ համակարգիչը չի աշխատում, փորձել եմ։ Չէ, Հասմիկ ջան, երկար չեմ նայել, ընդամենը մի քանի րոպե։ Լավ, արագացրու, նայ դուրս արի։ Այս բաբկենը ստեղ չի քնել, հա։ Այս սենյակում։ Քեզ ինչ։ Ոնց էլ կույր կնոջը մենակ ա թողել գիշերը։ Այսինքն ինչ իմանամ, կարող ա լավ էլ տեսնում ես։ Բա ինչ ես նման բաներ խոսում։ Որովհետև այլևս չեմ ուզում խաբված լինել։ Չես հավատում։ Դդվի տես։ Քո տեսողության մասին հրաշալի ֆիլմ կա։ Բաբկե, ինչ ես անում այստեղ։ Նանա, մենք պետք է խոսանք։ Բաբկեն մենք խոսալու ոչ մի բան չունենք։ Նանա, խնդրում եմ։ Բաբկեն մի խնդրի գնա ասում եմ։ Նանա, հասկանում եմ, որ սխալ եմ եղել։ Որ չպետք է քո հետ տենց վարվեի։ Դե ոչինչ, ես փողոցային եմ։ Ոնց որ կինը դեր ասում, ոչնչություն, հա։ Դե իմ նմանին ինչի պետք է հավատայիր, որ Ախր մենք 15-16 տարի ամուսնացած ենք։ Ես ինչ իմանայի, որ սենց պիտի խաբված լինեի։ Ես ցել եմ ուժեղ ու հաջողակ Բաբկենին, ում ոչ մեկ չէր կարող խաբել։ Սխալվելու իրավունք բոլորն էլ ունեն։ Արի, միտեղ գնանք հանգիստ խոսանք։ Չէ, ես ժամանակ չունեմ, աշխատանքի եմ գնում։ Ես քեզ կտանեմ։ Չէ, մերսի Բաբկեն, ես տաքսիով կգնամ։ Համել գնա կնոջդ մոտ, ինքը հաստատ ինձնից շատ ունի քո կարիքը։ Լավ մնա։ Ստախոս ես Հասմիկ։ Ոնց ես համարձակվում, Ռոյա։ Ոնց ես բոլորին խաբել։ Բաբկենին, Արփին, Անուշին։ Այդ Անուշի անունը չտաս։ Նա է մեղավոր ես վիճակի համար։ Դու սիրտ չունես Հասմիկ։ Քո սրտի փոխարեն քարը։ Դու քույր, մայր, կին կոչվելու իրավունք չունես։ Սուս մնա, Ռոյա, սուս մնա։ Համարձակվես լսում ես, թե չէ շատ կզղջաս։ Դու չարք ես Հասմիկ։ Զարմանում եմ, ոնց է Բաբկենը իր կյանքը քո հետ կապել։ Շատ եմ զարմանում։ Դու ինչ գիտես իմ կյանքի մասին։ Դու ինչ գիտես ես ինչ ճանապարհով եմ անցել, ինչերի միջով եմ անցել ես ամեն ինչին հասնելու համար, հա։ Դու ով ես, որից քննադատ ես։
Ես բաբկենին ամեն ինչ պատմելու եմ։ Է պատմի։ Ինձ մեկա։ Բաբկենն արդեն ամեն ինչ գիտի։ Հոգնել եմ արդեն բոլորից հետ։ Բոլորը ձեզ ծրել եք հրեշտակների տեղ։ Դուք բոլորդ լավն եք, իսկ ես վատն եմ։ Նույնիսկ բանտ նստած դուրս եկած Անուշ ավելի լավն է, քան ես։ Հա, ու լավն է։ Ու այդ բոլորը գիտեն։ Նա մարդասպան է, Ռայա, հասկանում ես, մարդասպան։ Անուշը ոչ մեկին էլ չի սպանում։ Իսկ եթե արել է, ուրեմն ստիպված է եղել։ Ու ընդհանրապես Անուշը շատ լավ մայր կարող է լինել։ Ինձ լսի, Ռայա։ Չէ, դու ինձ լսի, Հասմիկ։ Արփի մայրը Անուշն է։ Բաբկենը այդ մասին չգիտի։ Ռայա։ Բայց ես կլռեմ։ Դե գիտեմ, որ այդ բաբկենին կսպանի։ Ռայա։ Էլ չփորձվես երբևէ իմ վրա գոռալ, ինձ վախեցնել, իմ վրա ձեռ բարձրացնել, լսում ես։ Ես քո տան աշխատողն եմ, բայց քո ստրուկը չեմ։ Իսկ եթե էլի տեն շարունակես, բոլորը կիմանան, թե ով է Արփի իսկական մայրը։ Լսում ես։ Բոլորը։ Երդվում։ Տիկին եմ, ախր չգիտեմ ինչ անեմ, Լիլիին կանչեմ։ Տիկին եմ, ինչ-որ բան եք ուզում ասել, խնդրում եմ, մի անգամ էլ ասեք, բայց ավելի հանգիստ, որ հասկանամ, լավ։ Տիկին եմ, ասում եք Լիլին մարդասպան է։ Չեմ հասկանում, ինչ եք ուզում ասել դրանով։ Ո՞նց չեմ հասկանում։ Սառը սրանից հետո Ռուբենին հատուկ ուշադրություն ես դարձնում։ Ուտելիքը տեղը, ամեն ինչ իդեալական պետք է լինի, մաքուր։ Իսկ Տիկին Էմայի հարցերը։ Մոռացի Տիկին Էմայի մասին։ Ինչպես միշտ Տիկին Էման մենակ իմ խնդիրն է։ Մոռացա ասեի, Արփին է այստեղ։ Հիմա Տիկին Էմայի մոտ։ Հիմարի մեկը։ Ինչի ինձ շուտ չէր ասում, որ այդ ճիճունը ստեղ է։ Տիկին Էմա, ես ճիշտ լսեցի, Լիլին մարդասպան է։ Դու ինչ ես անում ստեղ։ Եկել եմ Տիկին Էմային տեսնելու, Ռուբենն է ինձ թողել։ Իսկ ես չեմ թողնում։ Ու ասում եմ, որ երբեք այլևս այս տուն չմտնես։ Տիկին Էման հիվանդ է, ու քո նման լակոտների կարիքը չունի։ Տիկին Էման իրան շատ վատ ազգում, ու նոր ինչ-որ բան էր ուզում ասել։ Իրա մասին եք չի ասում Տիկին Էմա։ Նրան հանգիստ թող։ Չես տեսնում, քո ներկայությունը ազդում է վրան։ Տիկին Էման ինչ-որ մարդասպանից էր խոսում ու տվեց ձեր անունը, ասեց, որ դուք մարդասպան եք։ Աղջիկ ջան, այս տան միակ մարդասպանը քո մորաքույրն էր, ում պատճառով մենք մինչև հիմա ուշքի չենք գալիս։ Ու մենք չենք ուզում, որ ձեր ընտանիքից որևիցե մեկը մտնի այս տուն։ Հասկացար։ Ես այս տանից ոչ մի տեղ չեմ գնա, մինչև ինձ Ռուբենը չասի։ Դու հենց հիմա կգնաս այս տնից, որովհետև ես եմ քեզ դա ասում։ Անուշս։ Գիտես քեզ ոնց էի կարոտել։ Ես էլ քեզ։ Սիրում եմ քեզ։ Ես քո կարիքն ունեմ։
Դու ինձ խելքը հանես։ Անուշ, դու ես ինչ ես անում իմ հետ։ Դու ինձ խելագարության կհասցնես։ Ու այդքանից հետո էլ շարունակում եմ քեզ սիրել։ Չեմ հասկանում ինչա կատարվում։ Սիրում եմ։ Ող ձերքս, դու իրավունք չունես իմ հետ նման կերպ վարվելու։ Սի ես իրավունք ունեմ իմ տնից հանելու նրան ում ուզում եմ։ Հասկացա՞։ Ռադդ կքաշես ու էլ երբեք չվերադառնաս ես դու։ Ես լավ լուր ունեմ քեզ հայտնելու։ Ինձ հաջողվել է դատավորից Հայլակիդին Արտաշիրի մում կազմակերպելու համար որոշում ստանալ։ Բայց ես տեսնում եմ, թե Տիկին Էմայի հետ ոնց եք վարվում։ Քո ինչ գործն է։ Տիկին Էման շատ պարզ ասաց, որ դուք մարդասպան եք։ Ես լավ չհասկացա ստեղ ինչա կատարվում։ Դու մարդասպան։ Ձեր գործը մաքուր անում եք։ Դիակը հանում եք գերեզմանից։ Դագաղը նորից թաղում եք։